Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից հայտարարություն է տարածել։ Հարգելի հայրենակիցներ, չնայած իմ վարչական կալանքի պայմաններին ամեն օր ստանում եմ տասնյակ նամակներ աշխարհի տարբեր անկյուններից, բողոքներ, առաջարկություններ, ծրագրեր եւ խոստումներ։ Դրանք վկայում են, որ մեր գաղափարական շարժումը շարունակում է աճել եւ վերածվել համազգային հզոր հոսանքի։ Այս պայծ սկսած հայտարարում եմ, որ անխտիր բոլոր հարցերով իմ լիազորությունները փոխանցում եմ փաստաբան Լևոն Բաղդասարյանին, տալով նրան բացառիկ իրավունքներ ներկայացնելու իմ եւ մեր կուսակցության շահերն անխտիր բոլոր հարթակներում։ Իգիտություն դոկ կուսակցության ղեկավարության անդամների, նվիրալների եւ ընտրողների ես լիակատար վստահություն եմ հայտնում պարոն Լևոն Բաղդասարյանին, ով այսօր նաեւ զբաղեցնելու է նախընտրական շտաբի պետի պաշտոնը։ Այսօր դոկ կուսակցությունն իմ գլխավորությամբ ըստ ամենամեղմ հաշվարկների ունենք ավելի մեծ հանրային վստահություն եւ ձայներ, քան բոլոր մյուս քաղաքական ուժերը միասին վերցրած։ Օրեր առաջ ես հանդես եկա կոչով բոլոր քաղաքական առողջ ուժերին միավորվելու հանուն պետության եւ ժողովրդի։ Մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 1-ը այդ ուժերին տալիս եմ դիվանագիտական անձնագիր, կողմնորոշվելու եւ միանալու մեր համահայկական շարժմանը։ Դեկտեմբերի 1-ից հետո հանրության դատին կներկայացնեմ դոկ կուսակցության ընտրություններին մասնակցող 131 պատգամավորական միասնական թեկնածուների անվանացանկը, կառավարության կազմը, Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուին։ Որոշված է դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է դաշինքով։ Հայտնաբերվել է Ծափատաղ գյուղում անհետ որոնվող 3-ամյա Տիգրանի մարմինը։ Երեխայի դին հայտնաբերել են Ծափատաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա դաշտամիջյան հատվածում։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրաված էին ներքին գործերի նախարարության ոստիկանական եւ փրկարարական մեծաթիվ ուժեր։ Այսօր հայտնի դարձավ նախնական վարկածի համաձայն երեխայի հայրն է նրան խեղտամահ անելու ճանապարհով սպանել։ Այս պահի դրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ շեշտել, որ այս վարկածը առաջին օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակում։ Կհիշեք եղբայրը, որ ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար արձագանքներ էր տալիս։ Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Երեխայի հայրը երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել, հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից էլ հայտնում են, Ծափատաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զինություն։ Դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, սպանություն հոդվածով։ Վերջինս ձերբակալվել է։ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների խմբի հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին։ Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով, որը կազմակերպվել էր համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։ Դեպքի հետևանքով մի շարք ուսանողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Տուժածները տեղափոխվել են Տավուշի մարզային բժշկական կենտրոն, որտեղ նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտություններ եւ ստանում համապատասխան բուժօգնություն։ Մեկ ուսանողի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը միջին ծանրության։ Առողջապահության նախարարությունը իր հերթին հաղորդում է, որ հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ին։ 30 տուժածից 20-ը անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց եւ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել։ 9 տուժածների բուժօգնությունը կազմակերպվել է Երևանյան բուժհաստատություններում։ Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից 3-ը շարունակում են ստանալ բուժօգնություն։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան գրել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է ՊԱԿ-ին թուրքերի եւ հայերի պատմական խնդիրների համար։ ՊԱԿ-ը ստեղծվել է 1954 թվականին, հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում սկսվել է 1915 թվականին, ՊԱԿ-ի ստեղծումից գրեթե 40 տարի առաջ, հիշեցրել է Զախարովան։ Նշենք, Զախարովան ավելի վաղ հայտարարել էր. ցնցված է Հայաստանում որոշ քաղաքական գործիչների հայոց ցեղասպանության մասին հայտարարություններից։ Դիվանագետն ընդգծել էր, որ կան բաներ, որոնք անձեռնմխելի են եւ սուրբ, քանի որ դրանց համար վճարվել է հսկայական թվով մարդկային կյանք։ Իրանի Շիրազ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Խոշոր հրդեհ է բռնկվել հեղուկ գազի բալոնների լիցքավորման կետում։ Նշվում է 9 տուժածի մասին։ Պայթյունի պատճառները հետաքննում են ՀԺ ծառայության մասնագետները։ Իրանական SNN հեռուստաալիքի տվյալներով ավելի մասշտաբային աղետը հաջողվել է կանխել։ Դա արել են բազմաթիվ հրշեջներ, որոնք արագ սկսել են կրակը տեղայնացնել։ Հրդեհի հետևանքով տուժածներից 7-ը տեղում ստացել է ամբուլատոր օգնություն։ 2-ին տեղափոխել են Շահիդ Ռաջայի անվան հիվանդանոց։ Հրդեհի պատճառները առայժմ հայտնի չեն։